Մինչև ելույթը սկսել եմ մարտունեցունման նա ջեր ողջունենք մեր քաղաքական թիմի ընկերներ, իդեպս մեր նախագահի։ Շնորհակալ եմ։ Նախ ասեմ, որ սիրելի մարտունեցիներ, հարգարժան ներկաներ, այսինքն դիմացի շենքում գտնվող առողջիչները փորձեցին եւս մեկ անգամ իրենց քաղաքական ճղճիմությունը ցույց տալ, շտրամադրելով այս դահլիճը, կարծելով թե մենք ծախող ենք, բայց ձեր ներկայությունը արդեն իսկ ապացուցում է, որ մենք մեր նպատակին ի սկզբանե գնալու ենք եւ հասնելու ենք, որի համար մեծ շնորհակալ եմ ձեզ։ Հարգելի հյուրեր, սիրելի մարտունեցիներ, շնորհակալ ենք հանդիպմանը ձեր ներկայության համար։ Ընդդիմադիր քաղաքական ուժի համար նախընտրական քարոզչության փուլում տրամաբանական կլինի, նախ գնահատելու օրվա իշխանության խմբագիտված խոստումների եւ իրականության խզումը։ Հետո նաեւ կներկայացնենք մեր ծրագրերը բնականաբար։ Ձեր հետ անմիջական քննարկումներով մշտապես վեր ենք հանել մեր համայնքի նզող խնդիրները եւ դրանք մեր անունից բարբերաբար բարձրաձայնել են հնարավոր բոլոր եղանակներով։ Ազգային ժողովի ամբիոնից պահանջել եմ շուտապույտ լուծումներ մատնանշելով մեր հազարավոր գյուղացիների հուզող խնդիրները եւ դրանք լուծելու վրա վերաբերյալ հենց իրենց խոստումները եւ մեր տեսլականները։ Խոստացել է ներդնել գյուղատնտեսական ամբողջական ապահովագրման ծրագիր, ամբողջությամբ ծախողված է, չկա։ Գյուղացու եղած խնդիրները գնալով ծանրանում են, մթերում եւ իրացում, ռոռոկման ջրի բարձր սակագներ, դիզվառելիքի, որակյալ սերմերի, պարատանյութերի, թունաքիմիկատների, առանց այն էլ բարձր գնելի շարունակական աճ, անվտանգային պարզ խնդիրներ եւ այլն։ Սա է պատճառը, որ մշակվող ցանքատարածություններն անասնագլխականակը հատկապես լեռնային եւ սահմանամերձ բնակավայրերում օր-օրի կրճատվում է անգամներով։ Չի լուծվում գյուղական համայնքներում կանոնավոր ուղևորափոխադրումների խնդիրները։ Սահմանապատ դարձած համայնքները դուրս են մնացել կառավարության աջակցության համապատասխան ծրագրերից։ Օպտիմալացման քողի տակ գյուղական համայնքների անընդունելի խոշորացումների հետևանքով համայնքներում փաստացի փակվում են գյուղապետարանը, դրանք քիչ են, ավելանում են դպրոցների, ամբուլատորիաների, բուժհիմնարկների, անձնագրային բաժանմունքների, դահակ ծառայությունների, նոտարական գրասենյակների եւ այլի օպտիմալացումները։ Հարյուրավոր մարդկանց դարձնում են անգործ, իսկ գյուղացու կյանքը էլ ավելի անտանելի։ Բնականաբար սրվում են նաեւ ժողովրդագրական խնդիրները, գյուղացին արտագաղթում է, իսկ լավագույն դեպքում էլ կայուն եկամուտը փորձում է գտնել արտագնա աշխատանքով։ Համայնքային սուբվենցիոն ծրագրերը իբրև ստեղ գործեր են անում, սրանք տարիներ առաջ պետք իրականացվեին։ Չեն իրականացվում ժամանակին եւ անընդհատ տեղափոխվում է, որ նախընտրական հենց այս փուլում անդադ ներկայացնել իբրև մեծ ձեռքբերումներ։ Խորանում է Սևանա լճի համակարգի անարդյունավետ կառավարումը։ Լճի մաքրման կայանները 3 կայան պետք է կառուցվեր, 3-ն էլ չեն կառուցել, ծախողել են ամբողջությամբ։ Իրանց ոչ արդյունավետ կառավարման արդյունքում բնականաբար։ Այս իշխանության օրոք գներն անհամեմատ ավելի են աճել, քան թոշակներու նպաստները։ Թոշակառուն անապահով ընտանիքները ավելի են աղքատացել, իսկ աղքատության նպաստացող ընտանիքների թիվը նախորդ 5 տարիներին կրճատվել է կիսով չափ, բոլոր վկայություններն ստեղ։ Նվազագույն աշխատավորցով աշխատողն էլ աղքատ է։ Իր աշխատավարձը նույնիսկ իր նվազագույն ամսական կարիքներին չի բավարարում։ Նվազագույն աշխատավարձի բարձրացման իրենց խոստումն էլ չէր կատարել։ Ինչ է ստացվում, փոխանակ իրենց խոստումները կատարեն, գյուղացու կյանքը լավացնեն, անում են ճիշտ հակառակը, խոշորացումների, օպտիմալացման, սուբվենցիոն ծրագրերի հետաձգելու, նպաստից աղքատին զրկելու հետևանքով խնայում են պարզ գյուղացու հաշվին, որ իրենց շրջապատը ամսական միլիոներով դրամի պարգևատրումներ ստանան։ Հարգելի ներկաներ, այս հարցի պատասխանը բոլորիս համար էլ պարզ է։ Սրանց խոստումները սկզբանե սուտ էին գյուղացի քվեն կորզելու համար եւ ամեն գնով իրենց աթոռը պահելու, այսօր էլ նույնն են անելու։ Իսկ իրականում միջին ապրող օրերի դառնում է աղքատ, իսկ աղքատն էլ ծայրահեղ աղքատ։ Միայն իշխանավորի եւ շրջապատի համար է կյանքը թռիչքաձև լավանում։ Շնորհակալ եմ։